Մերձավանի և Մղչյանի դպրոցներում ստեղծված քաոսի համար Ժաննա Անդրեասյանը պատասխանատու է։ Ճիշտ ասած, ես տեղյակ չեմ ինչա, բայց Ժաննա Անդրեասյանը ես որպես նախարար մի վայրկյան չէի պահի։ Կարող եմ հիմնավորել ինչի համար։ Եթե մի երկրի կրթության նախարարի պաշտոն զբաղեցնող ասում է, որ Գարեգին Նժդեի մտքերը ֆաշիստական են, այսինքն դա ասում է Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Հայաստանի կրթության նախարարը, ես նրանք կես րոպե չէի պահի այդ պաշտոն։ Ընդհանրապես դպրոցից կրթությունի շատ հեռու կպահի։ Չի կարելի ուսուցչուն վիրավորել իհարկե։ Իսկ Մղչյանի դպրոցում թմրանյութերի վաճառքով են զբաղվում։ Դա արդեն ահավոր է։ Այդ Անգլիայի թագուհին էլ սատկեց, չգիտեմ ով է զբաղվում այդ բիզնեսով։ Ոչ։ Իր ենթակայության տակ չեն դպրոցները։ Իրեն ենթակայության տակ է, ես նրան ատելով ատում եմ, նենց որ նրա մասին չեմ էլ ուզում խոսել, որտեղ նա հիմարի մեկն է, անուղեղ նվիրված էս Փաշինյանին ու մեր երկիրը, մեր աշխարհը, մեր լեզուն, մեր գրականությունը, մեր ամեն ինչը փչացրել է, նա մարդ է ինչու։ Իր ամուսինն էլ հետն է արդեն միացել, չեն էլ ամաչում մեր երկիրը սենց քանդու քարապ են անում։ Աստված կպատժի իրանց, ոչինչ, կհասնեն դրան։ Ճիշտ ասած չեմ ճանաչում ներեցին։ Չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում երևի պատասխանատու է, որովհետև իր ցանցն է, ինքն է զբաղվում դրանով, իհարկե պատասխանատու է։ Ինչ պետք է անի ըստ ձեզ, որ այս քաոսը ի վերջո մարի։ Չգիտեմ, դա շատ խորքային է։ Հիմա շատ վատ է դպրոցի վիճակը, դաստիարակությունը, Յակ չեմ ճիշտ ասած կներեք։ Պետք չէր, որ եդեվի նախարար ունենայինք։ Պետք չէր, ոչ մեկին պետք չի։ Տեղյակ չեմ ինչի մասն եք ասում։ Դպրոցում ինչ էլ տեղի անանում, դե ԿԳՄՍ նախարարը պետք է պատասխանատու լինի։ Նաև Մղչյանի դպրոցում ասում են թմրանյութեր են բաժանում։ Դեռ ԿԳՄՍ-ից բացի նաև երևի ոստիկանությունն էլ է։ Երևի չէ, վստահաբար ոստիկանությունն էլ է պատասխանատու։ Ես այդքան տեղյակ չեմ կներեք։ Կրթության գիտության նախարարությունը իհարկե պատասխանատու է, որտեղ իր ենթակայության տակ է գտնվում ուսուցչուհին, հենց որ ինքը պետք է հետևի ինչա կատարում դպրոցներում, որը փոխանցում է աշակերտներին։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ։ Հարցեր տվեք, լուրջ հարցերի պատասխան։ Լուրջ չի, որ Մերձավանի դպրոցում այդպես են վարվում ուսուցչուհու։ Միայն ես երկրում նա, ով կարողանա գիտելիքով զբաղվի, օրենքի շրջանակներում։ Այդ ժամանակ կլինի լուրջ։ Մղչյանի դպրոցում թմրանյութ են բաժանում, դա լուրջ չէ։ Խմենակ ընդեղ են վաճառում։ Այդքան է մենակ գիտեք, ուրիշ տեղեր չեն վաճառում։ Իսկ ով է պատասխանատու դրա համար, եթե ոչ Ժաննա Անդրեասյանը։ Պատասխանատու մարմինները, բոլորը սպասարկող մարմինները։ Ինչու մասին է խոսքը։ ԿԳՄՍ նախարարը, այսինքն պատասխանատու է։ ԿԳՄՍ նախարարը պատասխան տալ են իր պարտականությունների համար եւ ունի իրավունքներ։ Դրա համար կա ոստիկանություն, դրա համար կան հատուկ ծառայություններ։ Հասկանալ, իրանք պետք է զբաղվեն այդ գործերով։ Իհարկե պատասխանատու է։ Նման բացի թողի վիճակ դպրոցում, որ երեխաները տենց ագրեսիվ հարցակվեն, այդ բառապաշարով, հələ մի հատ էլ հայոյանք լսվեց վերջում, ես չգիտեմ ոնց կարելի է գնահատել, ոնց կարելի է բացի թողի վիճակ թողել այդ դպրոցներում, եթե հիմա դպրոցների միացում է որոշում կազմակերպի, եթե այդ փոքր դպրոցում դու չես կարողանում կազմակերպես, քո ուշադրությունը չես հրավիրում դրա վրա, բայց այդ մեծ դպրոցները, որ պետք է համախմբվես բոլորին, դու ոնց ես անելու։ Բա իհարկե պետք է պատասխան տա, ու ես ողբում եմ այդ գյուղի վիճակի համար։ Այդ ինչ երեխեք եք դաստիարակում։ Այդ ինչ երեխեք, որ մենք մեր ժամանակ ուսուցչուհուն տեսնում էինք, կարգեինք հրավիրում, որ կողքով անցնենք, բարևենք, որ այդ գեղեցկությունը աշակերտ ուսուցչուհի հարաբերությունը պահպանվեր։ Էս ինչ է դարձել։ Դպրոցը տեղում չի, նախարարները տեղում չեն, ուսուցիչներն էլ երևի մի երկու կողմ են պահում, դեմ են պահում, չգիտեմ, շատ վատ եմ վերաբերվում ու շատ ցավում եմ այսօրվա մեր դպրոցի համար, մեր ապագա սերնդի համար, այսքան աղջիկ ջան։